Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական հաղորդման օրն է հայ եւ որդի Վարդանովներ ոդկասթի։ Այսօր որոշել ենք խոսել ինչպես հերթական անգամ խոսել Դավիթ ու Գոլիաֆ հակամարտությունից, չնայած այս անգամ Դավիթ ու Գոլիաֆի մի կտոր մեջը կա։ Հա, մի կտոր կա, բայց իրականում հակառակը։ Մի փոքրիկ համաշխարհային պատերազմի մասին Աֆրիկայում։ Մի քանի պատերազմների մասին ենք խոսելու։ Որ մտածում ես այդ մի պատերազմը, որ արանքում չի ընդհատվում, էլի։ Անկամ 2002-ին, որ այնտեղ համաշխարհային հեգեմոնի ճնշմամբ ՄԱԿ-ի զորքեր ստորագրում են, մեկը էլի չի դադարում։ Հա, լավ, արդեն ասենք ինչի մասին ենք խոսելու։ Ռուանդայի եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մասին ենք խոսելու, որը նախկինում Զայր էր կոչվում։ Բայց մենակ իրանց մասին չի խոսքը, էլի խոսքը ավելի շատ ընդհանուր Աֆրիկայի այդ կենտրոնականից մի քիչ ներքև այդ Աֆրիկայի խառը խշտիկ պատերազմական գործողությունների մասին է խոսքը։ Ինչի համար դրան անդրադարձանք, մի փաստ, որ ասենք փոքր այդ Դավիթ Գոլիաֆի պատմությունն էր, բայց ինքը այնց մի հատ մեծ կտավի վրա է, որ չես կարող այդ կտավից չխոսես։ Ու եթե չեթանք հետ ասենք բանը, հա, մենք հիմնական ուշադրությունը դարձնելու ենք այդ M23 շարժման, որ մինչև հիմա պատերազմը գնում է 2022 թվականից, բայց չես կարա չանդրադառնաս այն հիմքերին, որտեղից է առաջացել, ասենք։ Թեկուս այն բանը, որ այդ M23-ը, որ ազգերից է հիմնականում բաղկացած, հուցիներից, իսկ մեր բանիմաց լսողը հաստատ տեղյակ է, որ 94 թե 5 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, հենց հուցիներին են կոտորել։ 1 միլիոն հուցի են կոտորել։ 1 միլիոն համարյա իրական 1 միլիոն կոտորվել է, որից մինչև 800,000 տուցի են եղել։ 750 Նույնիսկ չի, որ մենակ տուցին ալ բան եղել։ Ռուանդայում ընդհանրապես 3 ցեղ է ապրել, խուտում 80%, 15% կարող է մի քիչ ավել տուցիները, եւ մի քանի տոկոս էլ 19%, մի տոկոս էլ բաները, պիգմեյները, փոքրահասակ, այդ բանը աֆրիկյան առանձին ոնց որ ռասա լինի, ինքը նեգրոիդ է, բայց շատ է տարբերվում ու իրան մոտա միայն ասենք մի բան բուշմենները հարավային Աֆրիկայի անապատների ժողովուրդ։ Պետք է նշել, որ փաստացի փոքրամասնություն լինելով հուցիները համարյա միշտ մենակ բանում չէ, Ռուանդայում չէ, մնացած երկրներում է, որտեղ ներկայացված են, դա Զայրում էլ է, այտենց եղել են կառավարող պաշտոնների։ Խնդիրը որն է, իրանք բոյով ֆիզիկապես ուժեղ ու հետնել զգալի, բայց ոչ մեծամասնություն կազմող, ասենք զգալի տոկոս, բայց ոչ մեծամասնություն են կազմել եւ բելգիացիները եւ ասենք ֆրանսիացիները մի պահ ընդ իրանք հույսը, այ ոնց որ ֆրանսիացիները Սիրիայում մեծամասնությունները բանը սունիներն էին, հետո շիաներն էին, բայց ինքը շիաների մի ճուղ ալևիների վրա էր բան արել, ստավք են դրել, որտեղ եթե մեծամասնության վրա ստավկա դնես, բա ով աշխատի, փող մուծվի, ասենք, գաղութատիրական ասենք բան։ 60 թվական միջև այդ բաժանումը դրել է, աշխատել է հուցիների հետ, որտեղ նշվում է, որ ավելի հեշտ էր իրանց հետ աշխատելը, մենտալիտետով են երևի ավելի մոտիկ։ Բայց ընդ նաև սովորական գաղութատիրական պրագմատիզմն է, էլի ասեմ։ Իհարկե այնտեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, այդ բաները խուտուն իրանք բանտու ցեղերից են, բանտու ցեղը դա կենտրոնական Աֆրիկայի ցեղ չի, ցեղախումբ է մեծ։ Իսկ տուցին մի քիչ օտար է բանտուների համար ու ոնց որ վերջի գենետիկական բաները ասում են, որ բանը ավելի Սոմալիի, Եթիոպիայի, Սոմալի եւ Էթիոպիայի հետ բարեկամական կապ ունեն։ Վերջի բաները, որ նայում են, իրանք այնքան երկար են իրար հետ ապրում, որ արդեն ամենամոտիկը իրանք իրար են։ Հենց իրար են, այո, իրանք ավելի մոտիկ չկա իրանք։ Այդ նույն բանը խուտուն ավելի մոտ է տուցին, քան բանտու ցեղերից ցանկացածին կարելի ասել, էլի, այնտեղ խելե, մելե, չէ, մենակ Կոնգոյի բանա բանտու ցեղերին, Կոնգոյի հյուսիսում բանտու ցեղերին այնք ավելի մոտ քան տուցին։ Ուզում եմ ասեմ, բանա, այ ոնց որ թուրքերը
երբ որ եկել են, ես տուցիներին թուրքերի հետ որ համեմատում եմ, բան մի արեք, էլի, մի հակադրվեք, то есть մի եղեք ընդհանրապես ոչ մեկին հակա, ձերը առաջ տարեք։ Բայց մի քիչ նման է, որ փոքրամասնություն է եկել, խառնվել է, ասենք, եւ այնքան է խառնվել, որ համ գեների մեջ արդեն դժվար է ինչ որ բան գտնել, համ արտաքինով չես տարբերի։ Չնայած ասում են տուցիների քիթը մի քիչ փոքր է, իրանք մի քիչ ավելի բոյով են բան, բայց իրար հաճախ իրանք էլ չեն տարբերում։ Այդ թուրքերը, որոնք եկել են կլոր ոտերով, որտեվ ձիու վրա ծնվում, ձիու վրա մեծանում են։ Թուրքերը ավելի հակառակ խութուներին են նման։ Չէ, ես իրանց ապրելաձևը եւ այս տարածքում ինտեգրվելու հետ եմ։ Իրանք եկել են Ալպասլանի զորքը, խոսքի օրինակ եղել է բանա, իրանց բանը սպասարկող եւ այլն, բանը միջև 200,000 մարդ, այն էլ ցենց եսի միշտ ձևի ճոխ եմ ասում։ Հիմա 90 միլիոն է։ Բայց կորել են վիֆինիացիները, պաֆլագոնացիները, հունական տարբեր իոանիտներ, մուանիտներ, որոշ հայկական, ասենք, բանը սուբետնոսներ են առաջացել, համշինահայերը, իրանց մի մասը թուրքացել է, որոշ քրդեր են թուրքացել, որոշ արաբներ, ուզում եմ ասեմ, այդ 200,000 բանը, ասենք, թուրքը եկել է, ստեղ ապրել է մոտավորապես 100 անգամ ավել մեծ քանակ ժողովուրդ, մոտ 20 միլիոնանոց ռեգիոն է, բանը տիրույթ մեջ իր, ասենք, մտցրել, եւ հիմա այդ տիրույթում ինքը մեծամասնություն է կազմում, ավելի մեծաթիվ է, քան ցանկացած տեղական ուրիշ էթնոս գոնե իր մոտիկ պետություններում։ Արաբներին բանը զիջում, այն էլ եթե բոլոր արաբներին հաշվես։ Եթե բաժան հաշվես, ոնց որ կա։ Նույն բանը տուցիների հետ է տեղի ունեցել ու տեղի է ունեցել մոտավորապես հենց այդ դարերում, ոնց որ թուրքերը երբ որ սկսեցին արդեն իրենց բանը նեղ աչքերը սկսեց մի քիչ մեծանալ եւ ռասայով իրանք սկսեցին ավելի շատ ոնց որ ասած կովկասյան բանը ռասային նմանվել մոտավորապես հենց այդ ժամանակ 15-16-րդ դարում տուցիները եւ խուտուները իրար հետ հանդիպեցին։ Իդեպ խուտուներն էլ են եկվոր։ Իրանք էլ արևմտյան Աֆրիկայից են եկել, ասենք, այդ իրանք էլ նստակյաց կյանք ունեցողներ են։ Բանը իրանք բանը հողագործային տուցիները անասնապա, բայց անասնապա տուցի բանը խուտել կա ու հողագործ տուցել կա։ Կարճ ասած, սովետի պայմաններում բանը թուրքերի գազանությունը շատ նման է խուտուի գազանությանը, որը որ արեց տուցի նկատմամբ, չնայած հակառակ պատկեր է, էլի ինքը ավելի շատ պիտի որ թուրքին նման լիներ տուցին, էլի այդտենց։ Հա, ներկայացնենք ինչ եղավ 60-ականներին անկախանում են 1960-ականներին 60 թվին հենց անկախանում են Բելգիայից ու իշխանության են գալի էլի խուցիները տուցիները գալիս են, որովհետև իրանք բոլոր պետական պաշտոնները, բոլոր սպայական կոչումները բժշկության մեջ էին ու դա մենակ իրանց մոտ չէր, նույնը ասենք Կոնգոյում էր։ Իհարկե, ես նշեցի, որ իրանց հետ էին աշխատում, որտեղ նույն Կոնգոյում էլի փոքրամասնություն էին։ Այդի մենակը տեղ չէր, էլի։ Օրինակ Աֆրիկայում մի հատ հայտնի երկիր կա, որը որ ամերիկացիներն են ստեղծել, Լիբերիա է կոչվում։ Ազատություն ստացած ստրուկներին բերում էին Աֆրիկա ապրելու ու իրանցից ստեղծվեց պետություն, որ իրանց դրոշը շատ ամերիկային է նման, օրենքները ամերիկյան օրենքներն են եղել սկզբի վաղտով 19-րդ դարի 20-ականներին այդ պետությունը ստեղծվել։ Դա ինքը ամբողջությամբ գաղութ չի եղել, բայց եվրոպական այդ գաղութատիրական հարևանները եւ տրանսնացիոնալ կամպանիաները աշխատում էին փոքրամասնության հետ, Ամերիկայից եկած։ Միշտ փոքրամասնությունը ավելի հարմար է, որովհետեւ ինքը ավելի ոնց որ ասած կարա նեղացված լինի եւ իր խոցելիությունը հասկանալով ինքը ավելի շատ է կապվում ոնց որ ասած տիրոջ հետ, Աստծո հետ չեմ, այլ քաղաքական դիվիդենտներ տվող գաղութատիրոջ հետ կամ նեոգաղութատիրոջ հետ։ Նույն բանը, ասենք, տուցիների հետ եղավ եւ դրուկ տերերը գնացին դառան տեր։ Հետո ընթացքում ռազմական հեղափոխություններ ա լիդում մի քանի անգամ ու գանք արդեն որսը շատ երկար խոսանք չենք հասցնել էլի այսօր 95 թիվ գանք 1995 մի հատ կարևոր բան կա
Ուրեմն տուցիներին, երբ որ արդեն սկսեցին մախումներ իրանց մեջ, տուցիներին պատժկա էր անում Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը, կենտրոնական հետախուզական վարչությունը։ ՑՌՈ կոչված է։ Հա, իսկ խուտուների հետ ֆրանսիացիք էին աշխատում։ Ու այնտեղ ինչ որտեղ իրանց մեջ նաև բախումներ, ոնց որ ասած եղավ, ուրիշների ձեռներով, էլի։ Ոնց ինչ որ բաներ հիշացնում այլի այս տարածքում։ 95 թվականին արդեն պայմանավորվել են միջև այդ ռազմական հեղաշրջում, քանի հատ ու արդեն պայմանավորվել են, որ նախագահ պետք է լինի խուտուներից, վարչապետը տուցի, ու այնպես է ստացվում, որ 95 թվականին, երբ որ նախագահան Բուրունդի նախագահի հետ պետք է իջներ ինքնաթիռով իրաց մայրաքաղաք, խփում են այդ ինքնաթիռը, մինչև հիմա հայտնի չի թե ովքեր են ոչնչացրել, նախագահան մահանում է ու մյուս օրը վարչապետի գլուխն են ուտում ու սկսում է հուցիների ջարդը, ջարդել տուցիների ջարդը կարծեմ 96-ին է եղել, 100 օր է տևել, բայց թե 95-ին։ Չէ, 96-ին է եղել։ Լավ, տարի թվերի մեջ քո այդ չվիճեմ, все-таки այդ հիշելը քո վրա է։ Բայց խնդիրը այն է, որ 95-ից է սկսել, այդ դեպքերից հետո է սկսել, ու ոնց է սկսել, պետական ապարատը ամբողջովին աշխատել, նույնիսկ ռադիո են ունեցել, 1000 բլուրների ռադիո էր կոչվում։ Հա, այդ էլ հայտնի է, որովհետև սրանից մի քանի տարի առաջ դրա տիրոջը դատեցին Հագայում։ Հազիվ գտան, 25 տարի մարդը Եվրոպայում թաքնվել էր, չէին գտնում։ Միլիարդատեր է։ Ամեն դեպքում չէին ուզում միլիարդով պահկվելը հեշտ է։ Չէին ուզում գտնեին ուղղակի։ Արա չէ, միլիարդով պահկվելը հեշտ։ Միլիարդ դոլարանոց միլիարդատեր ա եղել։ Իմիջայլոց իր մի աղջիկը նախագահի հետ էր ամուսնացած, մյուս աղջիկը պաշտպանության նախարարի կամ տես պլանավորման նախարարություն ունեն։ Մի խոսքով շատ մեծ ազդեցություն ուներ, նախորոք մաչետներ էր առել, կես միլիոն մաչետ առել, որպեսզի այդ գործողությունը լինի։ Անդադար իրենց ռադիոյով հուցիներին վերացնել։ Այդ մաչետն, չգիտեմ ինչքանով ապացուցվել, բայց հիմնական բանը գնումների մեջ կա։ Հա։ Գնումների մեջ կա, իրենց պետական բանով են առել։ Ու պետականով չէ, ինքը առել է բանի գյուղատնտեսության համար, բայց իրենց գյուղատնտեսության համար կես միլիոնատ վեճ էր։ Ու հետո դրանով զինում էին տեղի աշխարհազորայիններին, իրենց մոտ էլ դա շատ տարածված է, աշխարհազորայինները։ Մի խոսքով, մի քիչ ավելի արագացնեմ, 96-ին սկսում է ջարդ, որի ընթացքում 1 միլիոն, համարյա 1 միլիոն մարդ է զոհվում, որից մեծ մասը հուցիներ էին ու մնացածին, ով որ խուտու էր, հուցիներին պահպանող լիբերալ բավականին դաժան բան ա եղել, շատ նման ա եղել հայերի ջարդերին այդ առումով։ Տարել են խոսքի ստադիոնում, ասել են ստեղ ձեզ կպաշտպանենք, ոստիկանները, զինվոր պահանները։ Հետո նույնիսկ չէ, արդեն այն կարգեր հասը, որ ստուգում էին պասպորտներում իրանց ազգությունը միշտ գրվում էր այդ ժամանակ։ Դրանից հետո են թարգել։ Այդ ժամանակ գրվում էր նայում էին հուցիա, հանուն տեղում գնդակահարում էին։ Ռադիոյով անուն ազգանուններ բնակության վայրեր էին ասում հուցիների։ Ու մշտապես ռադիոյով էթում էր, որ ոչնչացեք օծերին, դեպարականներին են ունեցել, ոնց պետք է իրան պայի խուտուն, որ ով է դավաճան խուտուն, սա կապված էր հուցիների հետ։ Թուցիները, բայց կամ թուցիա, թեյով, թե տեյով։ Խուցիա ընդհանրապես։ Տուցի են գրում, ասենք ռուսերեն, ռուսերեն տուցի։ Հայերեն երևի թուցի, հա։ Ես հայով եմ ասում, ուրեմն ինչի եմ ասում հայերին նման է, ամենտեղ մասսայական, ասենք, որ սկսել է այդ աշխարհազորայիններով սպանություններ, ջարդեր, մարդեր, պետությունը չի կարա, չէ, անմասն մնա, եւ ինչ ա արել, ոստիկանություններով, ասենք, միտեղ ստադիոն են հավաքել այդ տուցիներին, խաբար են արել ռադիոյով, բանով, որ եկեք ստե հավաքվեք, ստե ապահովա, միտեղ հիվանդանոց, միտեղ, չգիտեմ, ինչ-որ կառավարական շենք, եկել հավաքվել են, մի քանի օր պահել են, հետո ախրանան մի կողմ քաշվել կամ ինքն էլ է մասնակցել ու աշխարհազորայինները, այսպես ասած աշխարհազորայիններ, մտել ջարդեր են արել։ Ու միջև հիմա, ասենք, բանա էթում էլի հետաքննությունները ասեմ դրանից հետո դատերը այսօր իշխանափոխ իրանց նախագահան փախնում է ու իշխանափոխություն է լինում մի խոսքով իրանց մոտ ընդհանուր հուցիները գալիս են իշխանության ու վրեժ չեն լուծում սկզբնական շրջանում
տես մտքեր լինում անկասկած եղել է փորձել է եղել, բայց փոքրամասնությունը չէր կարա նույն ծերորի ենթարկել մեծամասնությանը։ Կարող նույնիսկ կարանար հաշվի առնելով որ լծակները վերցրեց, բայց ինքը այտենց խնդիր իր առջև չէր դնում։ Ինքը ազգային թերապիա, կարելի ասել նույնիսկ այտենց ազգային թերապիա սկսեց ու դպրոցներում սկսեցին անպայման մարդկանց հավաքին բոլորին, անխտիր բոլորին թազա դպրոց էին տանում ու սովորացնում էին, որ մենք նույն ազգն ենք։ Այսինքն գնաց միավորման process-ը, իսկ քանի որ տարբեր գյուղերում մարդիկ տեսել են, որ իրանց հարևանը ոնց է սրան սենց արը, ոնց է մորթ է, ոնց է իր կարողությունը վերցրել, ազգային դատարաններ ստեղծեցին, ժողովրդական, հա, ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններով, այո, որոնք մոտավոր 3%-ին են շատ դաժան դատի ենթարկել, մնացածին էդի դաժան դատը 30-ից մինչև ցմա, 30 տարի պլյուս ցմա։ Մահապատիժներ շատ են ընդունվել, բայց չեն արել։ Չեն արել, հա, շատ գումաննի է, այդպես ասում, դատեր է եղել։ Բայց ամենայն դեպս վախը այնքան մեծ է, ինչի համար ենք տեղից գալի, որովհետև դա հիմքն է, օրինակ, երբ որ թուցիները եկան ջարդի ենթարկվեցին, թուցիների մի ստվար զանգված 300-ից կես միլիոն մարդ փախավ Կոնգո։ Զայր փախավ։ Հա, հետո երբ որ եկան թուցիները իշխանության, շատ դաժանության մասնակիցներ, ասենք, շատ մասսայական, այդ թուրքերը ոնց էին մասսայական Բաքվում, ոստիկանները ու մենակ աշխարհազորայինները չէին սպանում օմոնականները հայերին, մասսայական ժողովուրդը մասնակցում էր։ Նույնը ընդ է, եւ երբ որ թուցին եկավ իշխանության 2 միլիոն խուտու փախավ էլի նույն զայր, որովհետև այդ 2 միլիոնը մասնակից էր կամ իրեն համամասնակից էր զգում այդ սպանության եւ չէր սպասում ներում։ Այնտեղ էլ գնացին տեղի նախագահ Մուբամբու էր, ինչ էր անունը, այդքան կարևոր չի։ Մաբուտու, հա, 30 տարվա Կոնգոյի նախագահում հիշեմ, որովհետև ձմեռային հագուստը մեր մոտ Մաբուտա էր կոչվում բանակում։ Հա։ Մաբուտուն որոշեց օգտագործել այդ փոքրամաս տանում էր թուցիների մոտ ու իրանց ոնց որ նեղում էր ու արդեն հարավային Կիվու, հա, ոնց որ ճիշտ եմ ասում, հա, հարավային եւ հյուսիսային Կիվուի թուցիները որոշեցին, որ տես չի լինի ու սկսեցին դիմադրություն բարձրացավ, այն կարգի հասը, մինչև Կինշասա հասել են Կոնգոյի մայրաքաղաք ու իշխանափոխություն են արել Կոնգոյում, այդ նույն զայրում։ Դրանից հետո որ իրենց նախագահն է Մուբամբու, հա, Մաբուտուն, որը որ շատ երկար մի 33 տարի մոտավոր ինքն է կառավարել, այդ նույն 97 թվականին իրենց մոտ այդ իշխանափոխությունը լինում է, ինքը այդ նույն թվականին ուրիշ երկրում մահանում է, իրան փոխարինողը որ եկել էր, ոչ մի բան չի փոխում ու դրանից հետո փոխարինողը Կաբիլ է կարծեմ։ Հա, ինքը ոնց որ թուցի էր, հա։ Չէ, իրանք բոլորը բանտու ցեղերից էին, բանա, то есть բարեկամային խուտուին։ Այդ ժամանակ սկսվում է արդեն երկրորդ կոնգոյական պատերազմը 97-ից 2002, դե 98-ից 2002, չեմ հիշում արդեն։ Այդ ժամանակ այդ պատերազմի մասնակից է լինում 9 երկիր։ Ընդ ոնց է ստացվում, ուրեմն երբ որ թուցիները եւ խուտուն, ասենք ոնց որ ասած հանդարտվում են, թուցիներին որպես դաշնակից է վերցնում իշխանության ագալի Կաբիլեն։ Հա։ Ուրեմն Կաբիլեն երբ որ գարս է իշխանության, իրան թուցիներն են օգնում եւ բաները, ուրեմն Բուրունդին, Ռուանդան, մեկ էլ Ուգանդան։ Հա, այս 3 երկիր իրան օգնում են, դե բնական է որոշակի կախում է հայտնվում, հետո բանա հենց նշել էլի որ Կոնգոյում շատ ոսկու հանքեր կա, ադամանդի, այդ ոսկին ադամանդի իհարկե ալմաստի հանքեր պլյուս, բայց այսօրով ինքը արդեն այնքան ակտուալ չի համարվում, թանկարժեք մետաղներ կա, որը էլեկտրոնիկայի մեջ է օգտագործում, հիմա նշվում է տարեկան 3000 կիլո են օգտագործում, որի 80%-ը հենց Կոնգոյում է։ Կոնգոյում է հելնում։ Կարծեմ սրանից մի 10 քանի տարի առաջ մի հատ շվեդ մի հատ ֆիլմ էր նկարել, բանա վավերագրական, որտեղ բանա Nokia-ի վերաբերյալ էր ու ասում էր ցանկացած հեռախոս Nokia առնելուց դու բանա ֆինանսավորում ես արյունահեղությունը Կոնգոյում, տուցիների վերացնելու դրա բանա վերացնելու փորձը, հետո բանա այդ կռիվները սախ բանա տնտեսական հիմք ունեն։
որովհետև սովետիկ հանդվելուց հետո 91 թվականից հետո ել չկար իդեալոգիա, որովհետև անգամ այն սոցիալիստական ուղին բռնած, ոնց որ ասած, ամպեր մնացած որոշ դիկտատորները կամ կառավարությունները, որ սոցիալիստական ճանապարհով էին եթում, ել իրանք չէին հակադրվում գաղափարային բանով, ասենք, հարևաններին ու տակից բացվեց սովորական ուզում եմ էսի ունենամ հասկացողություն։ Երկրորդ պատերազմը, որը կոչվում է նաև համաշխարհային աֆրիկյան առաջի պատերազմ, դրա ժամանակ 98-ից 2000 ժամանակ աշկի են գնում այս Արուժենի բարոն կինոն երևի բոլորը տեսած կլինեք Վիկտոր Բուտի մասին է ինքը իր ինքնաթիռներով լյոչիկներով այդտեղ շատ աշկի են գնում կապում էր զենք էր բերում Եվրոպայից բելգիական ինչ որ քաղաք տվել էր իր բանը ոնց որ այրոպորտը օդանավակայանը որպեսզի կանային այդտեղ զենք էին բարձում գալիս էին Ռուանդայից պետքական մետաղները բարձում էին, բերում էին Բելգիայում արդեն իրացնում էին։ Այդ սխեման միջև քանի իրանց պետք էր, Վիկտոր Բուտը ազատության մեջ էր, հետո հենց իրանց պետքական չդարձավ, այսինքն նո ֆիլմի հերոսը Բուտը չէր իհարկե։ Ֆիլմի հերոսը մի քիչ ուրիշ մարդ է, բայց Վիկտոր Բուտին քանի հավաքական կերպար էր, բայց ամենայն նման բան մարդիկ այդ վաղ լավ աֆրիկաներին բան էին անում։ Լավ ամպեր մնացած բաները սովետի օթաչուները Աֆրիկան սաղ ոտնատակ են արել, ունես թվեր են ասում, զարմանում եմ սովետը այդքան օթաչու ուներ 7000 հոգի նախկին սովետական միության օթաչուներ Աֆրիկայում ինքնաթիռ են քշել։ Մինչև հիմա էլ քշում են իրական։ Շատ հետաքրքիր է։ Հայտնի մի հատ դեպք կա, երբ որ պլեն են վերցնում վրացի եւ բելարուս օթաչուներին, հայ օթաչուներ են, ասենք, հայտնվել Աֆրիկայում, ասենք, պլեն վիճակում, ռուս օթաչուներ, որոնց ազատելու մեջ մեծ դեր խաղաց, ինչքան հիշում եմ, Ռուսաստանից մի մեծ հարուստ անունը չեմ ուզում տամ եւ այլն։ Երբ որ Կաբիլեն, թե միջև հիմա Կաբիլեի որդին ղեկավարում Կոնգոյում, ուրեմն երբ որ Կաբիլեն բան անում, որոշումը այդ իրան լավություն արածներից պրծնի, բացի այդ պատերազմ իրանք չեն ուզում իր դեմ անեն, բայց սկսում են ոնց որ ասած իրանք ենթակա կամ իրանք կողմից օգնություն ստացած խմբավորումներին բան անել, ինչա տեղի ունենում, սկսում է ոչ միայն այդ պետությունների դեմ Կաբիլեն բան անել, այլ նաև սկսում է զինաթափել տուցիներին եւ տուցիները դա այնքան էլ չցանկանալով որ տեղի ունենա Տուցիների զորամասերը բան անել, փակել ընդհանրապես, տուցի սպաներին հանել ծառայությունից եւ ապստամբվում է մի գումարտակ հենց այդ Կիվի նահանգում, Կիվու նահանգում եւ այդ գումարտակը սենց մի հատ մի ուրիշ ձևի ոնց էր օդենեն, սենց ինչ որ գեներալ էր, գնդապետ էր իր բանում իր գլխավորությամբ այդ գումարտակից սկսում է կարելի ասել բանը Կոնգոյի զայրի կեսը կարում են գրավեն Թուցիները այդ Ուգանդայի, Բուրունդիի եւ Ռուանդայի օգնությամբ եւ անգամ այդ բանը Թուցիների բանը երբ որ ներքին Կիվուի օդանավակայանն են բանանում գրավում ինչ են անում Չէ, դա ներքին Կիվու չի, չէ։ Ներքին Կիվուի բանը օթանավա գտնվող օթանավական ռազմական։ Իրանք մի հատ բանը գրուզավոյ նավ օթանավ են վերցնում եւ դրանով տեղափոխվում են բան։ Էդի այդ կարվի բախտեր, չէ։ Ուր են տեղափոխվում։ Բան դեպի արևմուտք եւ արևմուտքում 300 հոգով դեսանտ լինելով բանա Կինշասայի կողքը մի 200 կիլոմետր ընդամենը հեռու։ Ճիշտ ասած այդքան մանրամասն երկրորդ պատերազմի մասին այդքան մանրամասն բան չեմ արել։ Բանը այդ իրանց 200 թե 300 հոգով քիչ էր մնում, ասենք տապալ էին այդ իշխանությունը։ Դա արդեն ՄԱԿ-ի ուժեր են խառնվում, միջև այդ խառնվում Անգոլան, ֆրանսիական ինաստրանի լեգիոնը։ Հա, ով ասես խառնվում է, բայց Անգոլան խառնվում է եւ եթե չլիներ Անգոլայի տասնյակ տարիներով Անգոլայի դեմ պայքարող ունիտա կազմակերպությունը, այդ ապստամբները, որ եկել էին
համարյա Կինշասան գրավեցին, բանա հատուկ օպերացիայի միջոցով փորձում էին դա անեն, իրանք չէին կարողանա դուրս բարձրանային, էլի, որտեղ անջատված են մնացած ֆրոնտից, իրենք այդ ունիտայի կոնտրոլի տակ եղած տարածքներով ամբողջ Կոնգոն, իսկ դա հսկայական երկիր է, կտրելով վերադառնում են, ասենք, հերոսների բանով, համբավով իրանց ընդհանուր զորքերի մոտ։ Հա, բայց այդ ժամանակ այդ գեներալը, որ վերադառնում է Ռուանդա, իրան ձերբակալում են։ Գեներալ էր գնդապետ էր։ Բանը, դե երևի այդ առաջի մասից արժե մեկ էլ նշել զոհերի թիվը, չէ՞, այդ պատերազմը։ Զոհերի թիվը այդ երկրորդ պատերազմի ժամանակ մոտ 5 միլիոն է։ Իսկ հիշում ես էլ ինչ երկրներ են բան անում։ Անգոլան դա ասեցին։ Ռուանդա, Բուրունդի։ Չէ, Ռուանդան, Բուրունդին կռվում էին բանի դեմ։ Իսկ ելով է միանում Կոնգոին, բացի Անգոլայից։ Ով ասես։ Կադաֆիից, բանից, Լիբիայից, Չադից, այսինքն Աֆրիկան sense մեջտեղով կդրվում է միջև Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Նամիբիայով, Զիմբաբվեյով, Կենտրոնական Աֆրիկական Հանրապետություն, հա, բայց հետո Սուդան, խմբավորումների մեծ որ տուցիների հարցը լուծում են, հետո ով իրանց օգնել է, էլի խմբավորումներ կային, ում հարցերը Կոնգոյում էլի սկսում են լուծել առանձին, նույն Կենտրոնական Աֆրիկային հիմա փախել ու միշտ այդ խնդիրը ունեցել են։ Պաստացի 90 թվա, այսինքն ինչ ստեղծվել է կռիվների մեջ է Կոնգոն, որտեվ շատ կարևոր բաներ ունի, կարևոր պաշարներ ունի, հա։ Այսինքն ինքը տնտեսական առումով բոլորի համար ցանկալի է։ Դրա համար ֆրանսիացիներն են այնտեղ շատ ակտիվ, չնայած իրանց արդեն ոնց որ հանել են։ Մի խոսքով այդ զոհերի թիվն էլ ասեցինք ու արդեն գանք M23-ին 5 միլիոն մինչև 5 միլիոն մարդ։ Այդտեղ մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ, ուրեմն 9 երկիր ակտիվ պատերազմել է, եւս 2 թե 3 երկիր ունես թեթևի մեջ, բայց ակտիվ պատերազմից բացի, ոնց որ ասած, լրիվ պատերազմող կողմի պես է իրան պահել, երևի Կոնգոյի կողքը կանգնած մենակ Զիմբաբվեն, որովհետեւ համ զորք է ուղարկել, համ ավիացիա է ուղարկել, տանկեր է ուղարկել, այդ ձևի մասնակցություն Կոնգոյին կողքին կայնած ուրիշ պետություն չի արել, բայց արժե sense մի բան, էլի բանը ոնց որ ռեմարկա 5 միլիոն մարդ է զոհվել, ընդհանուր այդքան պետությունների, կողմերի մասնակիցների թիվը 120,000-ը չի գերազանցել, մոտ 100,000 է, 5 միլիոն մարդ է զոհվել, քաղաքացիականներ։ Հա, դա այդ նշանակում է այդ հիվանդությունների ծովից 100,000-ը հա հասկանում եմ, բայց բանա 5 միլիոն քաղաքացիական, դու ստացվում է մոտավորապես մի կռվողի վրա 50 հոգի քաղաքացիական է սպանված գալի։ Բոլորն են իրանց վատ պահել քաղաքացիականի նկատմամբ։ Բոլորը բանա պետական զորքեր, հարևան պետությունների զորքեր, խմբավորումներ, այսին ժողովրդի պաշտպաններ, բանի մասին չի, սպանելու մասին չի, կանանց բռնաբարել, սովահարել մի ամբողջ, ասենք, գյուղ ամբողջությամբ բլոկի մեջ պահել, սպասել մինչև սովից կոտորվեն, ջրից զրկել, ոչմ ինչ հնարավոր է, ինչ մարդկությունը ստեղծել է, ասենք, մարդու կյանքը խլելու համար, այդ ամեն ինչը Աֆրիկան աշկյանք է դրանով։ Դրանից հետո մի հատ էլ 10-ականների սկզբին է, նույն վանից եղել, նույն պատերազմից, որին էլի 12, հա, 2009-ից հետո, որին էլի մոտ 4-ից 5 միլիոն էլ այդ ժամանակ է զոհվել, հա։ Ու դրանից հետո այսինքն տուցիներին լրիվ հանգցնում են, մի քանի տարի հանգիստ ապրուն ու 22 թվականին էլի անարդարություններից դրդված M23 խմբավորում է, իսկ իրենք խմբավորում են, խիա M23 կոչվում 2009 թվի մարտի 23-ին վերջի բանն է, ոնց որ իրենց հանդիպման օրվա հետ է կապված Կոնգոյի ու այդ Այն պայմանավորվածությունները, որոնք որ խախտվել են, այդ օրվա հետ կապված, տիպը իրանք այդ պայմանավորվածությունների ջատագովն են։ Առաջ ընկնելով կարելի ասել, որ արդեն այդ M23-ը մինչև հիմա պատերազմում է 2022-ից մինչև այսօր պատերազմում է ու Կոնգոյի մեծ մասը գրավել է։ Կամ կեսը թե սկզբնական շրջանում
ամենաբոցը եղել են 1000 հոգի բանից է եղել, Ռուանդայից է եղել, ինչ որ առանձին խոշորացած գումարտակ 2 կամ 3000 էլ M23-ն են եղել։ Հետո թվերը նշում են, որ ընդհանուր 3000 Ռուանդայից է, 4 են դրանցից 7000, թող այդ մաքսիմալով հաշվենք։ Չէ, բայց բանա, ինձ թվում է չափազանցրած է 3000 են ընդհանուր եղել, ուղղակի հաշվի առնելով sense մի հատ ուշադիր լսեք, էլի, հաշվի առնելով որ բանակը իր գլխավոր գործառույթներով զբաղված չէր, իսկ գլխավոր գործառույթը խաղաղ տարիներին որն է, պարապելը։ Պարապես, սահմանները ամրացնես, ինժեներական աշխատանք կատարես։ Բանը Գոլիաֆ էր, Գոլիաապ, հա, հայերեն։ Ոչմ, Գոլիաֆ էր Կոնգոյի բանակը, մանավանդ չևեկաներ, մենակ Ռումինիայից 280 կարծեմ չևեկաշնիկ կար մոտները։ Այդքանը բռնով հանձնվել են։ Հա, այդքան հանձնվել են, հա, ճիշտ է։ Ռումինիայից ոչ թե ռումինական բանակ ՆԱՏՕ-ի ստանդարտ բան, sense բաներ, այլ ռումինացիք, ովքեր որ տարբեր չևեկաներում ծառայել էին միջև այդ աշխատել էին, եւ ֆրանսիական ինաստրանի լեգիոնից էին հիմնականում անցել, то есть լուրջ տղաներ էին, բավականին լուրջ էին, հա, օնի զորքերն էլ էր, ասենք, Կաբիլայի այդ բանը, Կոնգոյի հարավաֆրիկյանից կար, որ դուց ասես ու հետո նույնիսկ Բուրունդիից կար, որտեղ արդեն տեսել են, որ Ռուանդան առանձին խաղ խաղում, իրար հետ վիճվել էին ու միացել էին Կոնգոյին, այս 22-23 թվականին մի քանի գումարտակ Բուրունդիից կար։ Կարճ ասած, ով ասես, մնացել էր մենակ Ռուանդան եւ այն տղաները, ովքեր որ այդ M23-ից էին եւ լավ մոտիվացված լինելու արդյունքում մի քիչ ավել խելք ունենալու արդյունքում, քան մենք ունենք, խելքը նշեմ ինչի համար էլ, որ պարապել են, շատ լավ պարապել են, պարապմունքներ էին անցել, որովհետև երբ որ զորքերը շարվում էին կամ հանդիպում էին, ասենք, շարված զորքեր ուրիշ ներկայացուցիչներից, ՄԱԿ-ից, նույն ասենք ձերբակալված եւ հետո բաց թողնված ռումինացիները, բոլորը ասում էին, որ տարբերել անհնար է լավ հանդերձավորված եւ պարապած Ռուանդայի զորքերը եւ M23-ի զորքերը։ M23-ի զորքերը ոնց որ Ռուանդայի հատուկ լավ պարապացրած գումարտակը, բայց դեպքի պիխոտա է, էլի ինքը նես չի հատուկ ստորաբա, թեթև պիխոտա է, sense tenets իրանց հետ նշվում է, որ Ռուանդայի հատուկ նշանակության զորքերից ներկայացուցիչներ կան, ովքեր հսկում են օպերացիաների կատարելը, ճիշտ է, հենց տեղում շատ դժվար օպերացիաներ, հա, հենց Spetsnaz-ն է անում ռուանդական, բայց M23-ն էլ է իր գործը անում։ Ու իրանք 7000 հոգով ռեալի մեջ պայքարել են իրանցից 10 անգամ ավելի շատ զորքի դեմ պայքարում են ու հələ որ հաղթող են ճանաչում։ Տեղ կա դեպք կա, այս վերջերս է եղել 3000 հոգով, որից 1000-ը ռուանդացիներն էին ու 2000 էլ այդ M23-ի զինվորները։ Իրանք կարացել են ջարդեն 30000 Կոնգոյի զորքին, որի հետ նշեցինք ռումինացիներն էին, 1 բատալյոն եւ ավել, Հարավաֆրիկյան Հանրապետության զորքերն էր, ու էլի երկու երկրից մոտ 2000 էին, ոնց որ թե 3000 էին։ Կարող է այդ բանը խեղճ 30000-ը արդեն չունեին այդ բանը Զիմբաբվեի ինքնաթիռների օգնությունը դրա համար չեն կարացել։ Իրանք մոտիվացիան չունեին, պաշտպանվում էին, պրինցիպի պետք է ավելի հեշտ լիներ իրանց։ Հա, բայց 10 անգամ իրանցից կահավորած դիրքերը թողնում փախչում էին։ 10 անգամ իրանցից փոքրակ հանակ զորք իրանց վրա հարձակվել է ու իրանք պարտվել։ Խելամի ձևով են հարձակվել, նես չի այտենց ուղիղ ճակատային մենակ եկել։ Վերաբերյալ մի հատ Spetsnaz-ի մասին իմ նախորդ կյանքից մի բան պատմեմ, ուրեմն Աֆրիկայից խորհրդական է գալի մեր զորքերի սպա,
որը գալիս է Լագոդեխի բրիգադ, մի քանի օր որտեղ ընդեղից էր գնացել Աֆրիկա որպես խորհրդական ու պետք է եթար իր ընտանիքի մոտ ու այնտեղ հավաքված, ասենք, սպաներով խոսում էին տղաները ու մենք մի 3 թե 4 սերժանտ էլ հետներն էինք, որովհետև հրամանատարական դասից դուրս եկանք, ես, Զազան, Զուրիկաշվիլի, Թամազը, մեկ էլ մի օքել կար։ Լավ, վերջը։ Ու այս սպան մի հատ հետաքրքիր բան պատմեց։ Անգոլայի սպեցնազն էին պարապած, ինքն սպեցնազի խորհրդականներ, ընդհանուր հատուկ զորքերի բան, ու բանը ինչքան պարապացնում էին, ու ինքը բողոքում էր, էլի, ասում եմ, մենք ես ինչքան փորձում էի պարապացնել, որ խելքը կարևորը, գիտելիքներ բան, իրանք հիմնականում, ասենք, ուժ, քարփինջ ջարդել, տրուբա ծռել եւ այլն։ Եվ ասում եմ դրա արդյունքը եղավ այն, որ ես արդեն ոնց որ իր խոսքերով ասած զաբիլ на службу արդեն այնքան ուշադրություն չէի դարձնում ու ասում եմ խնդիր առաջացավ ջունգլիներում ուրեմն հարձակվել էին ունիտայի բաները, այդ մի քիչ առաջ որ ասեցի ունիտան Անգոլայի դեմ պայքարող բայևիկները եւ իրանց այդումա հետապնդելու սպեցնազը ասում եմ ասենց մի հատ արահետ է այդում տենց մի 3-4 մետր լայնքով ու այս սպեցնազը դեմից է այդում հրամանատարին ասում եմ մի գնա այտենց էլի զասադական են կողքերից ջունգլիների պատա փախնելու տեղ չես ունենա գջնջեն ասում եմ մենք մեր ջունգլիները չգիտենք դու պետք է մեզ ասես ասում եմ դե լավ ինձ մի 2 հոգի մարդու ու մի 2-3 հոգով եկալում է ու այս բանա քայլող զորքին զուգահեռ ջունգլիներով է այդում այս քայլող զորքը ընկնում է կրակային ծուղակի մեջ սաղին ոչնչացնում են այս կրակելու ընթացքում այս գնդացրորդները որ փրթում էին այդ սպեցնազը Անգոլայի ուրեմն այդ աղմուկի պատճառով չեն լսել որ այս կողքից մի փոքր խումբ այտենց մի 4 հոգի շրջանցում է իրանց գալիս իրանց կոտորում ասաղին ու ես զարմացած չդիմացա հարց տվեցի առաջ են գա էլի ասենք խախտելով սուբորդինացիան ասի տավարիշ կապիտան բանը այդ այտենց ոնց պրծավ սպեցնազը ասում է հա ինձ էլ ասում է մի քանի օրով օդպուսկ տվին ասին գնա արի թազա սպեցնազ հավաքի այդ աֆրիկյան որոշ պետությունների մոտեցումներ էլի ասենք զիլ ուժեղ բան որ բնակչությունը տենա վախենա բան բայց իրական աշխատող ռազմական գործին այնքան ուշադրություն չէին դարձնում որտեվ հիմնականում ոստիկանական ֆունկցիաներ են կատարել որտեվ հիմնականում ոստիկանական իրանց իշխանությունը պահելու հարցը լուծվում դրա համար էլ այդ սպեցնազների պարադն է այդում երբ որ այսպես մկաններ են այսպես մկանները թույլ չեն տալի մկա ուղեղը զարգանա իրականում պիտի ռազմական գործի մեջ ուղեղը զարգանա որովհետև սպեցնազը դա ռազմական գործի ոնց որ ասած կիզակետն է լավ մի քիչ շեղվեցի ուղղակի այդ ռեգիոնի հետ էր կապված ասենք չդիմացա ասի պատմեմ M23 զորախումբը ինչով է տարբերվում այդ խմբավորումը բանի զորքից երևի մենակ են որ իրանց ավտոմատները մի քիչ ավելի տարբերվում են մի քիչ ավելի վատն են նրանք լեհական Չէ, ինչ են իրականում, մեր բանակում շատ քիչ են տենց ավտոմատներ, 103-ները, բայց դա բոլորի մոտ չէ, կադրի մեջ հայտնված համեմատական էր, մի ռուսը չէր, ամերիկացի էր ոնց որ համեմատողը, այդ Ռուանդայի զորքի մոտ լեհական էր, լեհական ես չեմ հիշում ինչ ֆիրմայի բաներ զենք էր, այս մեկի մոտ ռազրաբոտկի կա լեհական, մեկի մոտ AK-103 էր, բացվոլնի գրանատամյոտով, GP25-ով, հետ էր համեմատում, հակուստը արտակնապես նույն էին, իրանց կասկեքը նույն էր, Կևլարովի ասենք սաղավարտներով, բրոնիկներով, քանի որ իրանց դեմ կռվողները ասում չեն տարբերվում, իսկ մենակ շոր հակնելով չի որ պետք է տարբերես, էլի շարժու ձևն էլ ուրեմն չի տարբերվում, նշանակում է Ռուանդայի զինվորական ինստրուկտորները շատ լավ են աշխատել այդ M23-ի հետ Բացի դրանից իրանք սեփական զորքի հետ են լավ աշխատում։ Հա, То есть բացի զորքին պարապացնելուց, լավ պարապացնելուց, այնքան հա որպեսի հասկանաք Ռուանդան շատ փոքր է Կոնգոյի հետ համեմատել, շատ փոքր է, չէ, 80 քանի անգամ փուճուր է ու բնակչությունն էլ հա միջև 10 միլիոն պետք է որ լինի։ Հիմա կարող շատացած լինի, բայց 10 միլիոնի այս մարտերի բաների մասին խոսալուց պիտի հասկանանք մի բան, որ
համ Ռուանդայի բանակն է վիզ դնում պարապում։ Ինձ հիշացնում է Համ աշխարհազորայիններին է պարապացնում ոչ պակաս մակարդակի վրա։ Ռուանդան ինձ հիշացնում է իրականում Իսրայելին, էլի փոքր է, որը էլի աշխարհազորին պարապացնում։ աշխարհազորին պարապացնում է, կողիների գործերի միշտ խառնվում է, որտեվ այնքան է հազորացել, որ շատ երկար պատմություն չունի, էլի ռեալի մեջ 30 տարվա ինքը նոր պետություն է ցեղասպանությունից հետո։ 30 էլ չկա։ Այդ տիպի պետություն ու որը որ ցեղասպանություն ապրել ու վերապրած ցեղասպանությունով պետություն ոտի ահելել ու դրս նման սաղին կրողում էլի տնտեսությունն էլ ահավոր տիպի զարգացել նախ չեն գողանում չեն լափում էդի շատ կարևոր է ու կոռուպցիայի դեմ խոսալու փոխարեն կոռուպցիայի դեմ պայքարում են բանակը կարգին պարապացնում են երկիր ամրացնում են աշխարհազորը բանակից պակաս պարապած չի որտեվ գիտակցում են որ իրանց հարստությունը դա իրանց քաղաքացին է եւ քաղաքացու համ վերադառնալու շանսն են ասենք շատացնում իրան պարապացնելով համ էլ պետական խնդիրներն ա տենց ինքը ավելի հեշտ կարում լուծի ռազմական առաջադրանքներ ունեցա լուծա որ արդեն Կոնգոյի այդ թանկարժեք պաշարների տարածքը իրանն է իրանք գրավել են Հա, Բուրունդին է սկսեց իր դեմ կռվել, որտեվ չէր կիսվում իր հետ։ Հա, այդտեղ բանա գրիսականն են խոտ տվել։ Հին դե ասել են ախպեր չես եկել մեր կողքը կանես, հələ հակառակ այդ բանա Կաբիլեի կողքն ես եղել։ Խի պետք է կիսվեմ քո հետ, էլի։ Հա, իրանց հիմնական այդ ալմասները, ալմազնի հանքերը, ոսկու հանքերը մեկ էլ էլեկտրոնիկայի մեջ որ օգտագործում են թանկարժեք մետաղը, սա մնացել է արդեն M23-ի տարածքում։ Հա, ամբողջությամբ իրաց տնօրինության տակ է։ Էլ կարիք չունի ինքը ֆինանսավորման։ Եթե մենակ Ռուանդային մոտ քանի միլիոներ գալի, 280-ներ գալի։ Երևի մի 4 ամիս առաջ բանա, միտե բան էի կարդացել BBC-ի թե ինչ որ Reuters, ասենց ինչ որ ճանաչված ինչ որ բանա թե Associated Press արդեն չեմ հիշում, դե ասված էր, որ միջև ամիսը $700 միլիոն փող կարան իրանք ունենան։ Դա հսկայական գումար է, էլի ասենք։ Այդ բանից մետաղը, որ էլեկտրոնիկայի մեջ օգտագործում են, անուն ուղղակի չեմ հիշում, էլի երկու աֆրիկացիների մոտ ուրիշ ձև են ասում։ Հիշում եմ այդ անունը։ Աֆրիկացիների մոտ ուրիշ ձև են ասում։ Մնացած ուրիշ է։ Հեռախոսների մեջ մենակ դրանից տարեկան 280 միլիոն Ռուանդան ուներ։ Դա այս թվերին չեմ ասում, դա 2000-ականների սկզբին, երբ որ գնացը տերերկային է։ Հիմա գները ավելի թանկացել է։ Հիմա գները մի ահագին թանկացել է, ոչ չի։ Հիմա տարածքները ավել վեկալել է։ Բացի այդ հանքերից ոսկու ադամանդի հանքերն էլ է սա իրանցը։ Անկամ Օլվան, որը որ թվում է թե ոսկու հետ համեմատելի չի, բայց հաշվի առնելով իր քանակները լավ էլ համեմատելի է, շատ մեծ պաշարների է դերկային։ 700 միլիոն $, հնարավոր է ոչ թե հանում են, այլ հնարավոր է այդքան, որ իրանք փող ունենան։ Ենթադրենք դրա 10% ամիսը ունեն, դա նշանակում է իրանք անսպար մարդկանց ռեսուրս կարան ներգրավեն որպես վարձկաններ կամ աշխարհազորայիններ դե բայց ասեմ նույն ռումինացիներից շատ էին զգուշանում, որտեղ ռումինացիների մոտ նախ դրոներով էին աշխատում, իսկ M23-ը ավիացիա չուներ, իրանք թեթև հետևակ էին, բայց ոնց որ դրոններ օգտագործել են ոչ մի տեղ չի նշում կաղար բանի համար հետախուզության իսկ բաները ռումինացիները հարվածային իրանց մոտ ծանր զենքեր կար դրա համար վախենում են ու իրանք էլ հիմնական բլուրների վրա բանանելով պրոֆեսիոնալ զինվորականներ են տեղանքին անենց էին պատրաստվել, որ իրանց դեմ 2 կիլոմետր բաց տարածքով պետքա գային հարթավայրով գային բլուր։ Բայց ինչքան հիշում եմ, շրջանցել են չէ, հարավից։ Հյուսիսից էլ են շրջանցել, բայց իրանց չէ արդեն։ Հիմնական խմբավորումը, որ պետքա շարժվեր ճակատային մարտ ընդուներ ռումինացիներին, դա Գոմա քաղաք տանող ճանապարհին էր։ Իրանց ամենակարևորը դա պաշտպանվում էին միջև այդ Կիվու նահանգներից մեկը, կարծեմ չէ, արդեն դրանցից դուրս։ Այդ մեծ լճերի մոտ է, էլի, այդ Էդվարդս լճի տակն է ոնց որ գտնվում։ Կարևոր ինքը կայան է, որտեղ ատեից ուղիղ մոտ են Ռուանդայի սահմանին է հենց։ Ռուանդայի սահմանին է։
Դրա համար է իր բանը կարևորությունը։ Ու այդտեղ ի՞նչ է տեղի ունենում։ Հարավաֆրիկյան Հանրապետության ուժերը դիմանում են, իրենց շրջանցում են այդ բանի կողի լճով մի 100 մետր լողալով անցնում է մի խմբավորում, մի բատալյոն համարյա, գալիս են շրջափակում են Կոնգոյի զորքերը, փախնում են ընդհանրապես, իրանց արդեն մեկուսացնելով այնքան են կռվում հարավաֆրիկացիները, մինչև իրանց պատրոնները պրծնելու վրա արդեն լինում, պայմանավորվում են ու այդ կռիվ չեն անում։ Իրանք մեկ բատալյոնի կարգել ունեն հենց Գոմա քաղաքում, որ ճանապարհով շարժվում են դեպի, որ իրանց օգնի զրահ մեքենաներով, չի ստացվում, արդեն ռումինացիների հարցերն էին լուծել, վերևի բանից ներքևից այդ լողացողները եկել էին ռումինացիներին կողքից էին խփել, ռումինացիները հետ էին քաշվել ու Գոմա քաղաք մտնելուց առաջ էլ անմիջապես առաջ էլ արդեն Ռուանդայից են մտնում։ Ընդ իրանց մոտ սահմանապահներ են կայնած 12, նույնիսկ հիշում եմ 12-13-րդ կետերի արանքով 1000 հոգի էլ տեղից է մտնում, առաջանում են։ Ու ինչն է հետաքրքիր, որ իրանց կոնգրեսականներից մեկը միջև էս Գոման գրավել է, գալիս է այդտեղ սահմանա ոնց որ նայում է, տոլու պաշտպանության նախարարներ չեմ հիշում արդեն։ Ասում է, ստե պետքա բան կառուցվի, էլի, ստե ոնց եք պաշտպանվելու, եթե Ռուանդան գա, ասում են, հա, մենք կանենք, փող են հատկացնում, փողերը ուտում են։ Ոնց որ Ռուսաստանի Կուրսկի նահանգը, էլի։ Ու այդտեղից մտնում են, Գոման գրավում են։ Դա ամենակարևոր հանգույցներից էր, որտեվ ուղիղ արդեն այդ հանքավայրերից կարող են Ռուանդայთან ասֆալտով։ Այն ժամանակ թե բաներով էին գնում, գյուղի ճանապարհներով, գրունտով էին գնում, շատ ավելի երկար։ Հիմա 125 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհով են կարում գնան։ Այսինքն շատ արագ այդ հանածոները հասցնում են Ռուանդա ու իրացնում են։ Այ ոնց որ մի քիչ առաջ պատմեցի, ասենք այդ հերրավոր անցյալից 80 թվերից, որ այդ կապիտան կարծեմ Կիսիլովը ոնց որ ձեռով սենց էր արել, էլ չէր կարած ստիպեր, որ խորհրդականն է, որ ինքը լսի իր խորհուրդները ու այնքան որ իր կյանքը փրկելու համար բաներ արել, նույն ձևով ռումինական խորհրդատուները իրանք այնտեղ կռվող չէին, իրանք հիմնականում գնացել էին որպես դասատուներ։ Հա, դա հաճելի բոնուս էր, որ իրանք կռվել են։ Այո, հաճելի բոնուս էր ու որ տեսել են բանակը չի լսում իրանց խորհուրդները, անհրաժեշտ գործողությունները չի անում, չի պարապում, ինժեներական չի անում, քաշվել էին մի հատ փոքր բարձունքի վրա ամրոցի պես բան էին սարքել։ Հա, բայց այդտեղից էլ իրանց որ դուրս են քշում, այդ 280 մոտ նշվում է, որ մինչև 150 հոգի փախել է ռումինացիներից։ Հա, պաստորեն ճիշտ ասած չգիտեմ ուր են փախել, որտեվ դա ոնց որ գան դեպի Ռուանդա են իրանց մղում, դեպի Ռուանդա ու սպիտակամորթը Աֆրիկայում ոնց պետք է փախնի, չեմ պատկերացնում։ Պախտվող տղեկ են, էլի։ Կարող է, նշվում է, որ մինչև 100-150 հոգի փախել են, իրանց ոչ մարմինները կա, այսինքն չեն զոհվել։ Միցև կաղա հասցրել են սամոլյոտներով դուրս են եկել, որտեղ Գոմայի միջազգային այրոպորտ կար, օդանավակայան կար ու այդ էլ հիմնական պաշտպանվող օբյեկտը դա էր։ Եղա հասցրել են դուրս են եկել 280 ռումինացին չի հասցրել, հանձնվ պայմանավորվել է, հանձնվել է ու շատ ծիծաղալու չասեմ, ներկայացում են սարքե իրանց հանելը Գոմայից ջարդած անգլերենով quickly, այսինքն արագացրեք, տենց թեթև մեջներին խփելով, վասցնելով, ոնց որ այս վերջերս ադրբեջանցիները որ բռնեցին այն հայտնի terroristներին terroristներ չեն, նարկո դիլերներ էին հայտնի terrorist, նարկո դիլեր, եսիմինչ բոբոներ են, բատանիկներ Գուսինի շագով քայլել էին տալի, համարյա այս կարգի մի բան է ռումինացիների գլխին են արել, հետո տարել են, բայց ասում են շատ լավ են վերաբերվել ռումինացիների խոսքով, լավ կերակրել են, սիգարետը տեղը պահել են, մինչև Ռուանդա հասել են, Ռուանդայից արդեն հետ են ուղարկել իրենց երկիր Ռումինիա։ Ու այդ ռումինացիներից փրծել են մի խոսքով այժմյան դրությամբ երկրի մեծ մասը երկրի կեսը եւ ավելին մեծ մասը M23-ի ձեռն է, իսկ իրանք փոքրամասնությունը ասել է շատ քիչ է։ Այ միջայլոց համացանցում կարակ խփեք, Ռուանդայի պրեզիդենտին որ արցունեն, ասում է ես կապ չունեմ դրա հետ, ասում է ոնց բանդես զորքեր կա, ինձ ամեն ինչ չես գլխավոր հրամանատար ես, ասում է հավատացեք ինձ ամեն ինչ չի որ տեղյակ եմ։ Այսինքն իրանք հատուկ օպերացիաներ են անում, բանակը կարում է հատուկ օպերացիաներ առանց նախագահի թույլտվության։ Կամ էլ ոնց որ ասենք Շուշվա օպերացիաներ, ընդ Յանիմ դաբրո չէր տվել նախագահան։ Նույն ձևով Յանիմ դաբրո չի տվել։ Հա, իդեպ մի հատ էլ բան ինտերվյուներից մեկի մասին բանա հարցրել էին պաշտպանության նախարարին, այնի ջղայնացած ասել էր, քանի անգամ ձեզ ասենք, մենք այնտեղ չենք կռվում։
ու հեռացել էր, էլի, ասենք այդ ինտերվյուի տեղից։ Հա, երևի բանի պես է, էլի, Չեչնիայի պես է։ Չէ, երևի Ղրիմի նման է, ապեր։ Իխտամնետը տենց բառ էին ասում, չէ, իխտամնետները եկան Ղրիմը գրավեցին, երևի տենց մի հատ process է տեղի ունենում, էլի, ասենք։ Կամ էլ սա բոլորը հարցակուրտի մեջ է։ Փաստը մնում է փաստ։ Ռուանդան 10 տարի ցեղասպան, չէ, 20 տարի 25 տարի ցեղասպանությունից հետո անցնում է, հասցնում է երկիրը, իմիջիալոց մեր մոտ համարյա այդքան անց է, չէ, ցեղասպանությունից։ Հա, եթե Սունգայիթը հաշվում։ Հա, դե որ հաշվենք, մենք չենք հաշվում դրա համար, որ հաշվենք, որ սևամորտները մի քիչ ավելի արագ են մտածում, ավելի խելացի են հայրից, բան, մեզ 4 անգամ ավելի ժամանակ է պետք, էլի ասենք։ Ուրեմն իրանք 25 տարում մոտավորապես կարացել են այն աստիճան բանակ սարքեն, որ կռվի իր բոլոր հարևանների հետ ու հələ գրավի, ու եթե Կոնգոն մի 80 անգամ մեծ, այն մյուս պետությունները, որ հիմա իր դեմ էին կռվում, Ռումինիային որպես պետություն չհաշվենք, ՆԱՏՕ-ի բան ստիպված պետք է լինենք հաշվենք այդ վաղտ մեկին 1000 կլինի տարբերություն։ Բացի դրանից ՄԱԿ-ի ուժերը են եղել տարբեր ազգերից, այո, որոնց նույնիսկ տեղացիները չեն։ Իրական Դավիթներ են եղել, ընդամենը 25 տարի առաջ իրանցից գոնե 10 անգամ շատ պարապելու հաշվին բանակը լավ պարապացնելու եւ աշխարազորը բանակից ոչ պակաս որակի բերելով ոնց որ հрьяաները եւ ոնց որ Հայաստանի Հանրապետություն։ Անենց է ստացվում հենց հիմա 4 երկրի դեմ 5 երկրի դեմ է կռվում M23-ը, դա Բուրունդի զորամասերն է, նո արդեն էլ հիմա չէ, բայց իրանց ծեծել դուրս է մղել Կոնգոյից։ Կոնգոն է իհարկե իր տարածքում է, հարավային Աֆրիկան հանրապետությունը, Անգոլայի դժվարելներ, Երևակայի Նամիբիան կար, որոնց անունները Նամիբիան, դրոշներն եմ տեսել, այդքան դրոշներից դպրոցական տարիներին ճանաչում եմ աֆրիկյան բոլոր երկրների դրոշները, բայց հիմա չեմ հիշել։ Մի խոսքով ընդ 5 երկիր հաշվեցինք, չհաշված վարձկաններին, բա իմիջիալոց մենակ ռումինացիները չեն ՄԱԿ-ը վարձկաններ կա, հա մի հատ էլ փաստ ասեմ էլի, չգիտեմ ոնց է դա բան արած, ասենք, բայց մինչև 22 թիվը մի 70 հատ խմբավորում այդ հյուսիս արևելքը Կոնգոյի գզում են, պատերազմ չէ, բայց բախումներ բոլորի դեմ, ունես կայֆոտ հետաքրքիր բան է, ինֆորմացիա կա, մուսուլմանական կառույց կա, քրիստոնեական կառույցի ֆինանսավորում ու հակառակը, հա, ու Ալ-Կաիդան քրիստոնեական կառույցի դաշնակիցն է, որոնք որ ուզում են քրիստոնեական երկիր կառուցեն այնտեղ։ Ալ-Կաիդան Սուդանի ծայրահեղական այն շեյով Ալ-Կաիդային երբված ուղղակի Աֆրիկան է, ուղղակի Աֆրիկան է։ Լավ, երևի այսքանով սահմանափակվենք։ Հա մի մոռացեք, պարապելու արդյունքում, պատրաստվելու արդյունքում, դեբիլ չլինելու արդյունքում եւ կողքիններին պարապցնելու ներողամիտ լինելու արդյունքում, որտեղ նաեւ ներողամտության, սպիտակ չբաժանելով, նույնիսկ մարդասպաններին հետ ներելով միավորվելու հաշվին, Ռուանդան այսօր Աֆրիկայի կենտրոնում ու հարավում ցած սաղին կզսնում է։ Կարելի է ուրիշ բառ ասել, բայց այդ ուրիշ բառերը այսօր քաղաքական բառապաշարի մեջ է մտել, դրա համար ես սկսել եմ այդ բառապաշարներից հրաժարվել, որ չասեն քաղաքականության մեջ ես մտնում։ Այսքանով երևի վերջացնում։ Քանով վերջը, այլ ավելացնելու բան չկա, պարապեք, մի ալարեք։ Հա, իդեպ ազատ ժամանակ եք ունենում։ Իդեպ, բանը մի քանի օր առաջ Հայկ Պետրոսյան ՈՄԱ-ի հավաքակայանում աթանում բաներ արել, ճամբարում, то есть հավաքակայանում չէ, շատ լավ քաղցր միջավայրի մեջ համերգ տվեց։ Մյուս հավաքը օգոստոսի քանիսին է։ Օգոստոսի 15-ից 24-ն է լինելու։ Ու էլի կփորձենք, ասենք, հետաքրքիր։ Հա, բայց եթե չեն կարողանում Երևանից օրինակ կտրվել, օգոստոսի 4-ին մեր մեկամսյա դասընթացն է սկսելու, որը շաբաթական 3 օր երեկոյան ժամերի կարող եք միանալ, ընդամենը 12 դասա, որը ձեզ մինիմալ գիտելիքներ կտա։ Դա առաջի փուլը միայն էլի, երկրորդը արդեն քննություն հանձնելուց հետո եւ այլն։ Խոսքով այսքանը ուժեղ եղեք, հաջողություն։ Եղեք խելացի, ոնց որ ասենք սևամորտներն են Աֆրիկայի Ռուանդա պետությունում։
Գոնե։ Գոնե։ Ստեսություն։